ՄԱԿ-ը ունի կոնկրետ խաղաղապահ առաքելության մանդատ։ Խաղաղապահ առաքելության համար ինչ մանդատ ունի Եվրամիությունը, որով հետաքրքրված է Հայաստանի իշխանությունը։ Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին միանալու համաձայնագրի նախագիծը կառավարությունը հապշտապ տարել է խորհրդարան։ Ճգնաժամերը կառավարելու երկու կոմպոնենտ է նշված՝ քաղաքական ու ռազմական։ Ճգնաժամային կառավարումը դրա մասն է։ Ընդդիմադիրները շուրջ 20 րոպե փորձում են պարզել՝ Եվրամիությունն իր սեփական մանդատն ունի նման առաքելության համար, թե օգտվելու է ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի սահմանած չափանիշներից։ Որևէ մեկ ասենք, օրինակ դուք տեսել եք այդ ռազմական միսիաների մանդատը ո՞նց է սահմանված։ Այսինքն իրենք ակտիվ գործողություն պետք է անեն, պասիվ գործողություն պետք է անեն, թե եթե իրանք վրա հարձակվում են, իրանք ինչ պետք է անեն, ո՞նց պետք է անեն։ Ես դրա մասն եմ, խոսքը դրա մասն է։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի խոսքով այդ բոլոր հարցերը կկարգավորվեն, երբ Հայաստանի կառավարությունը երկընտրանքի առաջ կանգնի, ուղարկում է առաքելություն Եվրամիության կազմով, թե ոչ։ Հրավերը երբ որ ներկայացվի, այդ բոլոր ձեր նշված մանդատի հետ կապված մանրամասները բնականաբար կդիտարկվեն նաև մեր կողմից։ Շատ մանրամասն։ Այդ թվում նաև ձեր նշած, ասենք, ինչպես են վարվելու գործողությունները, ինչքանով է դա համապատասխանում Հայաստանի մոտեցումներին, քաղաքական եւ այլն։ Այդ բոլոր ֆակտորները անպայման դիտարկվել է։ ԵՄ-ն ունի իր Փոխնախարարի պատասխանը չի գոհացնում ընդդիմությանը։ Սաֆարյանին օգնության է հասնում ՔՊԱ-ական падգամավոր Արման Եղոյանը։ 27 երկիր դա չի նկատել, հիմա մենք պետք է նկատենք, որ մանդատ ունեն, թե Իսկ ինչի 27 երկիր մասին հոգ տանում։ Ես ընդհանրապես նախարարի տեղականին հարց եմ տալիս։ Կլինի բան եւ այն իմ հարցերի դուք ուրիշ դեպք մի քիչ, հա։ ես արդեն ասացի, ըստ ռեգլամենտի դուք կարող եք տալ մեկ հարց, տանել մեկ արձագանք եւ ես կարող եմ փակել խոսակցությունը։ Շնորհակալություն։ Այդ Բայց միսիան ավարտված։ Դուք շարունակեք առանց։ Դե Ստեցություն։ Առանց ընդդիմության ՔՊԱ-ականներն ընդունում են հրատապ կարգով խորհրդարան տարած համաձայնագրի նախագիծը, որը 2 օրից քննարկման է դրվելու հատուկ հրավիրված արտահերթ նիստում։ սա պարտականություն չի, սա իրավունք է։ Հասկանում եմ։ Հա, սա մեզ հնարավորություն է տալիս, սա պարտավորություն չի։ Շուրջ 9 ամիս առաջ ՔՊ-ն միաձայն ընդունեց Եվրաօրենքը, բայց էական տեղաշարժ առայժմ չի նկատվում։ Որոշումն ընդունվել է։ Դեռ այդ օրերին իշխանության քննադատները ահազանգում էին, որ Եվրամիությունից անգամ հասկացրել են պաշտոնական Երևանին։ Որ դուք ուզում եք այդտեղ գնալ։ Սին հույսեր չփայփայեք, Եվրամիության անդամ դառնալու հերթը շուտ չի հասնելու։ Քաղտեխնոլոգների գնահատականով Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին միանալու Հայաստանի ցանկությունը ռևերանս է 2026-ի ընտրություններից առաջ։ Փաշինյանի թիմն ակնկալում է, որ այդ համաձայնագրին միանալու պատասխանը կլինի Եվրամիության աչքակապությունը հնարավոր ընտրախախտումներին։ Մյուս կողմից Փաշինյանը չի շտապում լքել ՀԱՊԿ-ը։ Աշխարհաքաղաքական իրադրությունը կայուն չէ, գուցե հանկարծ կարիք լինի ապասառեցնել ՀԱՊԿ անդամությունը։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը բացառում է, որ Հայաստանը հիմա կլքի ՀԱՊԿ-ը։ Արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։